Նաև գեղեցիկ քննադատական մի ոճիս Ալբինա Մնացականյան գսե պաստորեն ձեզ վեր եք տասում բոլորից չեք կարողանում հաշտվել այն մտքի հետ որ Սրբազան Աջաբահյանը ճշմարտությունն է ասում որի արդյունքում գվիրապոխվի ժողովուրդը ինչպես ժողովուրդը այնպես կլինի նրա իշխանները Սիրելի Ալբինա ձեր ուղիղ եւ վստահ հարցադրումը կգնահատեմ Ձեր մտահոգությունը իրական է։ Դուք կգարձեք, թե ես ինքս վեր եմ տասում բոլորից, կամ չեմ կարողանում ընդունել, որ Սրբազանը ճշմարտությունն է ասում։ Բայց թույլ տվեք շատ բարձ եւ առանց խուսափելու պատասխանեմ։ Ես ինքս ինձ ոչ ոքի վրա չեմ տասած։ Ես չեմ ասել, ես ճշմարտությունն եմ խոսում, իսկ Սրբազանը սխալվում է։ Ես չեմ ուզած մերժել ամբողջ խոսքը, այլ արձագանքել այն մասին, որը վիրավորեց եւ ոչ բժշկեց։ Եթե Սրբազան Աջաբահյանը ասել է ճշմարտությունը արդար է ասել, բայց երբ այդ ճշմարտությունը արտասանվի սարն վերևեն դիտող հայացքով, դքետ մասագոչելով մարդկանց, առանց սիրո, այդ ժամանակ այդ ճշմարտությունը կդառնա թարնություն, իսկ թարնությունը չի բերում վերափոխում, այլ հիասթափություն։ Քրիստոս ինքը ճշմարտությունն էր, բայց երբ խոսեց մեղավորի հետ չասաց դու դքետ ես, այլ գնա ու այլևս մի մեղանչիր, ահա տարբերությունը։ Եվ ի վերջո ես չէի համարձակվի խոսիլ, եթե ժողովուրդը չվիրավորվեր, բայց երբ բազմաթիվ հավատացյալներ գրեցին ինձ, դեր այր մեր այսպես անդեսեցին մեզ, խոսեցին, ըստորացրին, նույն խղճով, որով ծառայում եմ աղքատին, հիվանդին եւ անծանոթին, բարդ ըսկացի չլրելու։ Ձեր հարցը արդար է, իմ պատասխանը ուղիղ։ Եվ եթե ճշմարտությունն իսկապես ազատում է, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, այն պիտի հնչի սիրով եւ ոչ հպարտությամբ։